Բարոս Էլիկոյ եղբայր ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12-րդը։ Մենք անդրադարձանք ընդհանուր հատվածին, որ առաքյալը արդեն որպես կիրառական կոչ անում, որպեսզի մեր անձերը որպես կենդանի զոհ դրվեն Աստծո զասեղանի վրա, որը մեր հասկացողությունով ծառայությունն է, որը նաև հանդիսանում է մեր կյանքը, եւ ըստ սրա առաքյալն արդեն երրորդ համարում առաջ հակաշում 4 կարևոր բաղադրիչ, որով ամբողջանում է մեր ավետարանի համաձայն ծառայությունը։ Առաջինը, առաջի այդ 4 բաղադրիչներից առաջինը, դա կարևորը սովորեցնում է մեզ ավետարանի համաձայն մտածելակերպ ունենալ։ Եվ մենք անդրադարձանք, այսինքն առաջի բաղադրիչը ավետարանի համաձայն մտածելակերպն է, որը հանդիսանում է հիմք, այսինքն այդ մտածելակերպը ձևավորվում է Աստծո ողորմությունով եւ անձը իրեն ընկալում է Աստծո ողորմության առարկա եւ սրանից արտադրվում է ավետարանի համաձայն մտածելակերպ։ Եվ մենք արդեն անդրադարձանք առաջի ձայնագրության մեջ, թե ինչպես է այն արտահայտվում։ Առաջինը մենք տեսանք ավետարանի համաձայն մտածելակերպ չունեցող անձը ավելի նախանձավոր կամ խանդոտ է լինում իր հեղինակության համաձայն, այսինքն իր հեղինակությունը առավել կարևորվում է։ Մենք խոսեցինք երկրորդ կարևորը ինչի մեջ է արտահայտվում մարդը, ով իր մասին մտածում է ավելին, քան որ պետք է, որտեղ մենք անդրադարձանք, որ առաքյալը երրորդ համարում է, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Եվ մենք անդրադառնում ենք, թե ինչպես է արտահայտվում, երբ որ մարդը իր անձի մասին չունի ճիշտ ավետարանի համեմատ մտածելակերպ։ Երկրորդ, մարդը, ով իր մասին մտածում է ավելին, քան պետք է, շեշտադրում անում իր դերի վրա։ Իր դերի վրա է շեշտադրում անում։ Ինչի նկատի ունենք։ Սա չի նշանակում, որ նա ուղակի պարծենում է կամ հպարտանում է իր անունը առաջ քաշելով, չէ։ Գիտեք, ինքը արդեն այդ երեխական շրջանում անցել է, ինքը առավել խորամանկ է վարվում։ Եվ սա նրա հասկացողության մեջ բնական է, ինքը հատուկ չի անում, ինքը քանի որ չունի ավետարանի համեմատ մտածելակերպ, վարվում է ինչպես բնական մարդը։ Հիշում եք, վերևում առաքյալն ասում է, եւ մի նմանվեք այս դարաշրջանին, մի կերպարանվեք աշխարհին, չէ՞, այնտեղ օգտագործված է դարաշրջան բառը։ Այսինքն ինքը ակամայից այդպես է վարվում, որտեղ ինչ չունի, պակասում է ավետարանի համաձայն մտածելակերպ, սա նշանակում է ավետարանը նրա կյանքում գործ չի արել մտածելակերպի առումով։ Սա շատ կարևոր է։ Այսինքն երկրորդը, մարդը, ով իր մասին մտածում է ավելին, քան պետք է սոֆրենո, այսինքն ողջամիտ ընկալում իր անձի մասին չունի, ինքը ավելի շեշտադրում անում իր դերի վրա։ Նորից եմ ասում, սա չի նշանակում, որ նա ուղղակի պարծենում է եւ հպարտանում։ Այսինքն, բայց բոլորին կենտրոնացնում է իր անձի վրա։ Իր անձի վրա։ Տեսեք, օրինակի համար, կարաք դուք ասենք падգամի ժամանակ եկեղեցուն ասեք, խնդրում եմ ուշադիր նայեք կամ խնդրում եմ ուշադրություն։ Այստեղ կարևորում է ձեր ասածը, այսինքն դուք ճշմարտություն եք պատրաստվում ասել, որը շինություն կլինի մարդկանց կյանքում եւ ուզում եք, որ մարդիկ դա լսեն։ Բայց այս անձը, երբ որ ուշադրություն է վերցնում, ուշադրությունը ոչ թե վերցնում է իր ասածի վրա, այլ իր անձի վրա։ Այո, ինքը ճշմարտություն է ասելու, բայց կարևորը որ ինքն է դա ասում։ Ոչ թե ինչը ասում, այլ ինքն է այդ ճշմարտությունն ասում։ Այսինքն նրա կյանքում առավել կարևորված է, որ ինքը պիտի դա ասի։ Ոչ թե ճշմարտությունն ասի, այլ կարևորը որ ինքը այդ ճշմարտությունն ասի։ Այստեղ շեշտադրումը իր դերն է, իր անձն է։ Ընկալեցիք, այսինքն եթե 4 հոգով ինչ որ մի գործ են անում, ինքը առավել ուշադիր է, թե ինչքան ինքը արեց։ Ոչ թե ինչքան արեցին ընդհանուր, այլ ինչքան ինքը արեց, որտեղ ինքն ուզում է որ ցույց տա թե ինչքան է ինքը արել։ Այսինքն այստեղ կարևոր է շեշտադրումը տեսնենք, որ իր դերի վրա է։ Տեսեք, այս մարդը ավելին է խորհում իր անձի մասին, քան պետք է խորհի։ Այսինքն ինքը չի տեսնում ընդհանուր իր արածը ընդհանուրի մեջ, ինքը իր արածը միշտ տեսնում է առանձին, որտեղ նրա շեշտադրումը իր դերի վրա է։ Նորից եմ ասում, սա շատ կարևոր է։ Այո, կարևոր է, որ մենք ճշմարտությունն ասենք, բայց այս մարդու համար ոչ թե կարևորված է ճշմարտությունը, այլ ճշմարտությունը կարևորված այնքանով, որ ինքը պիտի այդ ճշմարտությունը ասի։ Ինքը խանդում է, որ իրանից առաջ ինչ որ մեկը դա ասում է։ Ինքը կուզենար, որ ինքը դա ասեր։ Տեսեք, այսինքն շեշտը դրված չի, որ այդ ճշմարտությունը ասվեց եւ ինչ որ մեկի կյանքում շինություն եղավ, այլ ճշմարտություն, այդ մարդու կյանքում կարևորը ով ասեց։
Իրանից առաջ հանգարց որևէ մեկը չասի, դա ինքը պիտի ասի, որ բոլորի մոտ ինքը երևա, այսինքն իր անձի շեշտադրումը։ Սրանք շատ նուրբ են, սիրելիս, սրանք շատ խորամանկ ծածկված, մարդու սիրտը խորամանկ, այսինքն սրանք ծածկված են, դրա համար շատ կարևոր է, որ մենք շեշտադրում անենք մեր մտածելակերպը իրականում ավետարանի համաձայն է, թե չէ։ Տեսեք, Աբիսողոմը գողանում էր գրված մարդկանց սրտերը։ Ո՞րն էր մարդկանց սրտերի գողոնը Աբիսողոմի կյանքում։ Աբիսողոմը գնում էր, ասենք, քաղաքից դուրս կանգնում էր եւ ով որ հերուց այրամասից գալիս էր թագավորի մոտ, Դավթի մոտ, այսինքն Աբիսողոմի հոր մոտ հարցեր լուծելու, թագավորն էր զբաղվում։ Աբիսողոմը մոտենում էր խոնարհություն, վայ եղբայր, ինչ հերվից ես գալիս, բա քեզի մոտեցան, բա քեզի ժամանակ տվեցին, որ քո այդ խոսանտես չեն խոսում, չեն գնահատում քո հոգնածությունը, չեն գնահատում քո իզրայելացի լինել, այսինքն սրանք բոլորը ինքը հատուկ էր անում, ինչի, եւ գրված է այդպես անելով գողանում էր մարդկանց սրտերը, ապստամբություն էր բարձրացնում իր հոր հանդեպ, այսինքն գողանում էր հոր հեղինակությունը, բայց իրականում հոր հեղինակությունը հորինը չէր, Դավթի համար հեղինակությունը Աստված էր։ Այսինքն սա չհասկանալով Աբիսողոմը մտածում էր, որ հոր հեղինակությունը վերցնի, այսինքն որպեսզի ինքը թագավոր դառնա, այսինքն շեշտադրումը ինչի վրա է, իր անձի եւ իր դերակատարության վրա, ոչ թե իրականում ինքը մտածում էր այդ հոգնած իզրայելացու մասին, որ հերվից էր գալի, այլ ինքը այդպես վարվում էր, որպեսզի իր անձը ներկայացնի կարևոր, ավելի խոնարհ, քան թագավորն է, ավելի մտածող, հոգտանող, քան թագավորն է։ Այս մարդիկ եկեղեցում ավելի հոգատար են երևում, իրենց ավելի հոգատար են հայտնում, քան իրականում հովիվն է, որ մտածում է եկեղեցու մասին։ Այսինքն սա շատ կարևոր է։ Այո, կային հովիվներ, որ չեն մտածում, սա ուրիշ հարց է, բայց այս մարդկանց հատկությունը, որը ունի ավետարանի մտածելակերպ, առաջնային շեշտադրում անում իր անձի վրա։ Մի քանի կետերով։ Եկեք անդրադառնանք Աբիսողոմին, մի քանի բառեր կա, ուզում սա նայենք։ Տեսեք, երկրորդ Թագավորաց 15-րդ գլխի 1-ից 6 համարը, 6-ի վրա կկենտրոնանանք։ Տեսեք Աբիսողոմի խոսքերը 3-րդ համարից։ Եվ Աբիսողոմը նրան ասում էր, այսինքն այդ իզրայելցին ցեղերից ով հերվից գալիս էր, Աբիսողոմը նրան ասում էր. «Տես, քո ճանապարհները լավ եւ ուղիղ են, բայց դու լսող չունես թագավորի կողմից»։ Ինչ է անում, ուշադիր նայեք, հեղինակազրկումը ում թագավորի, ինչի, որպիսի իր հեղինակությունը բարձրացնի, որպիսի անձի ուշադրությունը թագավորի վրայից ուղի իր անձի վրա։ Եվ Աբիսողոմն ասում է. «Յանի թե ինձ դատավոր դնեին այս երկրումը, եւ ինձ մոտ գար ամեն ով վեճ եւ դատ ունենար, եւ ես կարդարացնեի նրան»։ Տեսնում եք, սրանք շատ կարևոր է արդեն իսկ 6 համարում։ Եվ Աբիսողոմն ասում էր, Աբիսողոմը այսպես էր անում բոլոր Իսրայելին, որ դատելու համար գալիս էին թագավորի մոտ, եւ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը։ Իսրայելի մարդկանց սրտերը պատկանում է Աստծուն։ Աստծուց չես կարող ոչինչ գողանաս, բայց քո կյանքը կխորտակես։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Տեսեք, սա հոգևոր ծառայության մեջ անձը ով ունի ավետարանի համաձայն մտածելակերպ, երկրորդ արտահայտությունը արտահայտվում է իր անձի վրա շեշտադրում անելով։ Առաջինը ինքը խանդում է իր հեղինակության համար, երկրորդը իր անձն է առաջ քաշում, այսինքն շեշտադրում անում իր անձի վրա։ Այս մարդկանց մոտ կա այսպիսի հատկություն, երբ որ ինչ-որ մի խոսակցության մեջ խոսում ես, ինքը միշտ հիշատակում է իր YouTube-ում եղած լայքերի քանակը, իր կարևոր ծանոթներին, երբ որ դու խոսում ես ինչ-որ հռչակավոր մարդու, ասում ես էլ եմ ճանաչում, գիտես իր այդ հաց եմ կերել, իրան մի հատ բան ասեցի, իրան մի բան սովորեցրեցի, այսինքն ուշադիր նայեք, շեշտադրում է իր անձի վրա, այսինքն ինչ որ խոսած կամ ինչ որ մի միջոցառման ժամանակ ինչ որ մի բան ա եղել, ինքը միշտ ասում է այդ միջոցառման մեջ ես էլ բաժին ունեմ, այդ բաժին ես արեցի, դրա համար սա եղավ, այսինքն միշտ կտեսնեք իր անձի շեշտադրումը, անդադար, այսինքն եթե ինչ որ մեկն էլ մի հաջողություն ունի, ինքը միշտ կասի, բայց այդ հաջողության մեջ ես էլ բաժին ունեմ, տեսնում եք, սա այդ անձերի հատկությունն է, առաջնայինը, ինչպես ասենք, հեղինակությունն է, խանդվում, երկրորդը անձի շեշտադրումը իր անձի վրա է, նորից ոչ թե ուշադիր, ոչ թե ինքը մարդկանց ուշադրությունը վերցնում է Աստվածի վրա, որպեսզի մարդկանց կյանքում շինություն լինի, այլ ուշադրությունը թե ով ասում դա ես եմ ձեզ ասում, ոչ թե ինչ եմ ասում, այլ այդ կարևոր բանը ես եմ ձեզ ասում։ Այս սրա վրա շեշտադրումը արվում։ Երբ ինչ որ մի բանի մասին պատմում ես, ինքը միշտ անդադար ուզում է այդ քո պատմածի մեջ իր դերը շեշտակի անի, իր դերը միշտ ավելի արտահայտիչ անի։ Ասենք ինչ որ մի բան ես պատմում, ինքն ասում է ես դա ավելի ճիշտ գիտեմ, ես դա ավելի մոտիկից գիտեմ, սպասեք ինձ լսեք, ես ձեզ ավելի ճիշտը կասեմ,
Այս տեսնում եք, սա անձի վրա շեշտադրումն է, մտածելակերպը, իրական մտածելակերպը, Սոֆրոնեո ողջամիտ մտածելակերպը ավելի շեշտադրում է մյուսների վրա, ինքը թողում է, որ գովասանքը դեպի մյուսներն է գնում, գովասանքը գնում է դեպի ուսուցիչները, ումից դու սովորել ես, իսկ այս անձի կողմից առավել կարևորված է իր դերի շեշտադրումը, որովհետև այս մարդկանց կյանքում կա մի ընկալում, որ իրենք անփոխարինելի է եւ իմիջիալոց այս մարդիկ իրենց համար փոխարինողից միշտ վախենում են, իրանք չեն պատրաստում փոխարինող, իրանք շատ հաճախ ճշմարտությունները չեն փոխանցում, սպասում են, որ այդ ճշմարտությունը յուրահատուկ պահի եւ յուրահատուկ ձևով ասեն, ոչ թե որ հասանելի լինի, այլ որ բոլորը տեսնեն, որ դա ինքը ասեց, սա կարևոր է սերներս, սա շատ հաճախ ծածկված է, բայց մենք պետք է որ ուշադիր լինենք, նա շատ լավ գիտի, այսինքն իրական ողջամիտ մտածելակերպ ունեցող անձը շատ լավ գիտի, որ ինքը փոխարինելի է եւ շատ լավ գիտի, որ գործը անում է Աստված եւ Աստված օգտագործում է ամեն մեկին իր չափաբաժնի մեջ եւ որևէ մեկի չափաբաժինը չպետք է բարձրացվի, որևէ մեկի արածը չպետք է շեշտադրի իր անձը, ամեն ինչի մեջ պետք է երևա Աստված, ով մեզ անարժաններիս օգտագործում է իր փառքի համար, սա ողջամիտ եւ ճիշտ մտածելակերպ ունեցող անձն է, իսկ այս անձի ուշադրությունը ավելի շեշտադրի իր անձը, շեշտադրում է իր դերի վրա, իր դերակատարության, իր Երրորդ կարևոր հատկությունը, որ կարա արտահայտվի ոչ ավետարանի համաձայն մտածելակերպ ունեցող մարդու կյանքում, դա խոսակցության մեջ կարող է իր անձը խոնարեցնի, բայց նորից եմ ասում, այս խոնարհությունը չի գալի նրա մտածելակերպից, չի գալի, որ նա հասկացել է, որ Աստծո ողորմությունով է ինչ որ է, այլ այս խոնարհությունը գալիս է նպատակը հետապնդում է, որպեսզի իր անձը բարձրացնի, այսինքն որպեսզի մյուսներին մղի, որ խնդրեն իրեն, որ համոզեն իրեն, որ իր կարիքը ավելին տեսնեն, ընկալում եք, այսինքն սա խոնարեցնում, կարծես թե ձեզ կթվա թե ինքը իր անձը խոնարեցնում է, բայց խոնարեցնելը այլ նպատակ ունի, իր անձը խոնարեցնում է, որպեսզի մյուսների, այսինքն որպեսզի նույնպես ավելի շեշտադրում անի իր անձի վրա, ավելի կենտրոնացնի անձի, այսինքն մարդիկ իրեն խոսքով փորձեն համոզել, մարդիկ իրենց խոսքի մեջ փորձեն իր դերը ավելի տեսնեն, իր հռչակը, այսինքն սա նույնպես այդպիսի խնդրեն, դիմեն, համոզեն, իրական մտածելակերպ այդպես չի, այն ինքը այդպես անում է, որպեսզի իր անձի վրա շեշտադրում անի, սա երրորդ կերպը կարա նաև արտահայտվի իր անձը խոնարհեցնելով, այդպիսի մարդիկ կարան շատ իրենց խոնարհեցնեն, շատ հաճախ ծառայությունների մեջ իրենց խոնարհ ցույց տան, բայց ուշադիր եղեք, այդ խոնարհությունը ճիշտ մտածելակերպի խոնարհությունը չի, այսինքն այդ խոնարհությունը նույնպես օգտագործում է իր անձի վրա շեշտադրում անելու Սա կարող օրինակ եթե դուք ինչ որ մեկը ձեզ ծառայում է եւ այդ ծառայողին դուք եք գովում եւ այդ գովալուց հետո անձը ուղակի խնդրում է ձեզ որ դուք չգովեք հասկանում է դրա վտանգը հասկանում է որ այդ գովասանքը կարա իր կյանքում հպարտություն առաջացնի կարա որոշակի առումով շեշտադրում անի իր անձի վրա սա այլ ընկալում է եթե անձը այդպես մտածում է Բայց այս պարագան, ես ուզում եմ որ դուք ճիշտ տեսնեք, այս պարագայում անձը հատուկ է ինքը խոնարեցնում իրան, հատուկ կերպով, բայց նպատակը նորից իր անձի վրա շեշտադրում անելա, որ ինքն է խոնարհվում։ Ընկալում եք, սա նույնպես կարևոր է տեսնել։ Իրականում ճիշտ անձը մտածելակերպ ունեցող անձը ճիշտ խոնարհվողը շեշտը չի դնում իր անձի վրա, որ ինքը խոնարհվեց, այլ շեշտը դնում է Աստծո գործի վրա, որ Աստված իրեն խոնարհեցրեց։ Սրանք շատ տարբեր բաներ են, սրանք կարևոր են։ Այսինքն սա հենց ավետարանի համաձայն մտածելակերպ։ Չորրորդը, որ կարա արտահայտվի, այս մարդը ամուր բռնում է իր տեղը։ Դա կլինի իր պաշտոնը միգուցե եկեղեցում կամ ծառայությունը։ Ընդհանրապես պաշտոն բառը սխալ է օգտագործել, որտեղ մի քիչ մենք անդրադառնանք սրան։ Առաքյալ երբ որ մենք կարդում ենք շատ անգամ պաշտոն, այն նշանակում է ծառայություն։ Եվ այդ պաշտոնը ինքը իրանից դիրք չունի, ճիշտ ընկալեք ինչու մասնա խոսքը։ Այդ դիրքը աշխարհիկ ընկալումով դիրքը չի, այդ դիրքը մարդկանց ծառայելու այդ բարի գործի դիրքն է։ Օրինակ առաքյալն ասում է, թե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործի է ձգտում, չի ասում բարի համբավի, չի ասում բարի պաշտոնի, տիտղոսի, բարի գործի, այսինքն այս անձը ուզում է բարի գործ անի մյուսներին, ոչ թե պաշտոն ունենա բարձր, այլ ծառայի մյուսներին շատ։ Դրա համար առաքյալը ասում է բարի գործի չի ասում, բարի պաշտոնի է ձգտում։
բարի գործի է ձգտում։ Սա կարևոր է, մենք անդրադառնալու ենք սրան, այսինքն այստեղ կարևոր է անցալենք, այստեղ այս անձը ոչ թե իր անձի վրա է շեշտադրումն արված, այլ իր ծառայությունը մյուսների համար, ինչքան շատ կանի մյուսների համար։ Սրանք տարբեր բաներ են։ Այսինքն այս մարդը միշտ բռնում է իր տեղը, իր պաշտոնը, իր դիրքը։ Նա մտածում է, որ առանց իրեն գործը առաջ չի գնա կամ էլ կտուժի։ Սա չորրորդը, երբ որ անձը ունի ավետարանի համաձայն մտածելակերպ։ Օրինակ, այս անձը իրեն տեսնում է եկեղեցում անփոխարինելի եւ նա չի պատրաստում ծառայողներ։ Ուշադիրն եք, ինչի, որտեվ ինքը տեսնում է իրեն, շեշտը իր անձի վրա է, իրեն, այստեղ կարևոր է մենք հասկանանք եւ մյուսների կյանքում երբ որ շնորհքը տեսնում է, ինքը խանդում է։ Մյուսների կյանքում շնորհքը երբ որ տեսնում եմ մյուսների կյանքում ավելի խորը աստվածաշնչյան ուսումնասիրություններից ավելի հոգևոր հասակի վրա ինքը խանդ ունի, ինչի, որովհետև ինքն ուզում է որ դա իր վրա տեսնեն, ինքը պետք է լինի առաջինը, սա հոգևոր նախանձն է, բայց բացասական առումով սա խնդիր է առաջացնում։ Եթե մեկը ավելին գիտի, նա վախենում է, ինչից վախենում է, հանկարծ չլինի որ իր տեղը չտեսնեն, ավելի նրան տեսնեն, կարևոր իրեն չտեսնեն կարևոր։ Եթե մեկը ինչ-որ մի ծառայության մեջ ավելի հաջողակ է, ինքը խանդում է, ինչի ինքը չի դա։ Տեսնում եք, սա այսինքն օրինակ առաջի Կորինթացիս 4:6-7 եկեք նայենք, առաքյալը սա է ասում, ով է քեզ տարբեր անում, ով է քեզ տարբեր անում մյուսներից։ Դու այնպես ես պարծենում, կարծես թե Աստծուց ոչինչ չես ստացել, ինքդ ունես քո կարողությունով, քո անձնական կարողությունն է, դա Աստծուց չես ստացել։ Այստեղ հարց է տալի առաքյալը, ով է քեզ տարբեր անում մյուսներից, գիտեք ինչի նկատի ունի շեշտադրում։ Աստված նայում է ձեզ բոլորիդ եւ տեսնում է նույնը, բայց դու քեզ մյուսներից տարբեր ես տեսնում։ Ով է քեզ տարբեր անում մյուսներից։ Աստված ոչ, դու ես քեզ մյուսներից տարբեր անում։ Դու ես ավելի կարևորում քո դերը, ոչ թե Աստված։ Սա է կարևոր շեշտ։ Այսինքն եկեք անդրադառնանք առաջի Կորինթացիս 4:6-7-ին։ Նույնպես անդրադառնում է բարձր մտածելու մասին։ Այս բանը եղբայրք իմ անձի առաջի Կորինթացիս 4:6-ից եմ ընթերցում։ Այս բանը եղբայրք իմ անձի եւ Ապողոսի վրա օրինակ բերի ձեզ համար, որ մեզանից սովորեք գրվածիցն ավելի բան չխորհել, չմտածել, որ չլինի թե մեկը մեկի վրա հպարտանա ընկերի պատճառով, չլինի որ ես Պողոսյան եմ, նա Ապողոսյան է, այսինքն ես Պողոսյանի ընկերն եմ, ես ավելի մոտիկից գիտեմ սրան, ես սրա աշակերտ եմ, մարդով մի պարծեցեք, այսինքն այստեղ խոսքը գնում է որ չպարծենալ, ավելին խորհել, քան թե գրվածիցն ավելի է, որ չլինի թե մեկը մեկի վրա հպարտանա ընկերի պատճառով, որովհետև ով է քեզ որոշում, կամ ով է քեզ տարբեր անում մյուսներից, ով է քեզ որոշում, ինչ ունես դու, որ չես արել, եւ եթե արել ես, ինչու ես պարծենում չարացի պես։ Ով է քեզ որոշում, շատ կարևոր է, որ ով է քեզ տեսնում տարբեր։ Աստված ոչ, դու ես քեզ տեսնում տարբեր։ Իսկ Աստված քեզ տեսնում է նույնը, եւ դու նույնն ես, որովհետեւ դու անում ես այն ինչ որ Աստված է քեզ տվել։ Դա այն չի, որ դու ունեիր եւ Աստծուց չես ստացել, բայց դու այնպես ես պարծենում, այնպես ես քեզ ներկայացնում, կարծես քեզ չեն տվել, դու ունես դա։ Այստեղ է ամբողջ խնդիրը, որ առաքյալն ասում այդպես մի վարվեք։ Աստված քեզ ուրիշներից տարբեր չի տեսնում։ Դու ես քեզ տեսնում ուրիշներից տարբեր։ Սա նույնն է, որ փոքր ժամանակ հիշում եք, եթե դուք հեծանիվ չունեիք կամ այսօրվա, եթե դուք մեքենա չունեք, վերցրեք ձեր ընկերոջ, ասենք թանկարժեք մեքենան եւ վարելուց հետո, երբ որ բոլորը ձեզ տեսնեն, դուք այն չներկայացնեք, որ դա ձեր ընկերոջն է։ Դուք այնպես ձեզ պահեք, որ իբր դուք եք դա ձեռք բերել, դա ձեր մեքենան է, այդ թանկարժեք, այդ ճոխ մեքենան դա ձերն է։ Այստեղ հարցը ճոխ եւ թանկարժեք մեքենան չի, այստեղ խոսքը վերաբերվում է նրան, ինչի եք ուզում դուք դա ցույց տաք, որ դա ձերն է, ձեզ չեն տվել, դա ուրիշինը չի, դա քոնն է։ Այս սկզբունքի մեջ է։ Օրինակ տեսեք Հռոմեացիս մեր հենց հատվածի 12 գլուխի արդեն 16-ում նորից առաքյալն անդրադառնում է սրան։ 16-ում անդրադառնում արդեն հարաբերության մեջ նույն սկզբունքին, մտածելակերպին, որ պետք է մեր մտածելակերպ ավետարանի համաձայն լինի, այսինքն ամեն մեկս մեր մասին ավելին չմտածենք, մեր անձի վրա շեշտադրում չանենք, մեր հեղինակությունը չդառնա առաջնային։ Եկեք անդրադառնանք 12:6-ին, տեսեք 12-16-ը մեր հատվածի մեջ է, հետո մենք անդրադառնում ենք նորից սրան։ Ասում է իրար վրա միևնույն խորհուրդ ունեցեք։ Ինչ է նշանակում միևնույն խորհուրդը։ Նույն չափը
ճիշտ ընկալումը իրար վրա միևնույն խորհուրդը ունեցեք, բարձր բաներ մի խորեք, այսինքն ամեն մեկը նման իրար հետ նույն միևնույն է, այսինքն նույն հավասար ընկալումը ունեցեք, այսինքն որ դու մեկը մեկից բարձր չի, դուք նույնն եք, Աստծո աչքի առաջ դուք հավասար եք, իրար վրա միևնույն խորհուրդը ունեցեք, մտածելակերպը, բարձր բաներ մի խորհեք, այլ խոնարհների հետ խոնարհեցեք, ձեր անձերում իմաստուն մի լինեք, ձեր անձը մի բարձրացրեք, այլ խոնարհների հետ խոնարհեցեք, ձեր անձերում իմաստուն մի լինեք, ձեր անձերը մի բարձրացրեք, ձեր անձի մասին այլ ընկալում մի ունեցեք, դուք նույնն եք բոլորի հետ։ Դրա համար խոնարհների հետ խոնարհեցեք, երբ որ խոնարհի հետ դուք ես բարձր ես պահում, քո անձի մասին իմաստուն ես քեզ ներկայացնում։ Այս սկզբունքը վտանգավոր է։ 5-րդ, սիրում ա լինել առաջինը եւ չի սիրում մյուս հեղինակություններին։ Ինքը կարա մյուս հեղինակությունների մասին բամբասի, չարախոսի, նրանց հեղինակությունը ցածրացնելու համար, որպիսի իր անձին հեղինակություն գրավի, վերցնի հեղինակություն։ Այսպիսի մարդիկ շատ հաճախ եկեղեցում տարածում են բամբասանք հովիվների մասին, որոշակի ծառայողների մասին, ինչ իրանք խանդում են։ Նրանք միշտ հեղինակություն, նրանք չեն սիրում ալտերնատիվ հեղինակություն։ Հեղինակությունները ցածրացնում են, որպիսի իրենք բարձրանան որպես հեղինակություն։ Ավելի եկեղեցու հոգատար Երևան, ավելի եկեղեցու մասին մտածողներ Երևան, ավելի եկեղեցու խնդիրները ավելի տեսնողներ Երևան։ Մյուսները չեն տեսնում, իրանք են տեսնում։ Իրանձն է կարևորված։ Այստեղ նորից եմ ասում, խնդիրը եկեղեցու խնդիրը չի։ Խնդիրը իրանձն է, որ ինքն է տեսնում այդ խնդիրը։ Ինքը տեսավ դա, ուրիշները չտեսան։ Ինքը համարձակվեց դրա մասին խոսել, ուրիշները չհամարձակվեցին։ Կարո՞ղ եք, սա իր անձի վրա կենտրոնացածն է։ Սա նշանակում է անձը չունի ինչ, ավետարանի համեմատ մտածելակերպ։ Ինքը իր անձի վրա ունի բարձր ընկալում։ Սա է, որ չլինի, որ այսինքն ամեն մեկը թող այն չափով մտածի, ինչ չափով որ Աստված ամեն մեկին շնորհքը տվեց։ Չունի սա։ Ամենակարևորը, եկեք անդրադառնանք այս 5-րդ կետի։ Սիրում ա լինել առաջինը եւ չի սիրում մյուս հեղինակություններին։ Տեսեք։ Սրա շատ լավ օրինակն է Հովանու 3-րդ թուղթը, նամակը, որի մեջ Հովանեսը անդրադառնում է Դիոտրեփոսին։ Ով է նա։ Նա եկեղեցում առաջնորդ է, որ ուզում է եկեղեցում առաջինը լինի։ Տեսեք, անձը ունի ցանկություն եկեղեցում առաջինը լինի, ոչ թե բարի գործ անելով մյուսներին ծառայելու համար, հեղինակության պաշտոնի տեսանկյունով։ Ինքն ուզում է բոլորի վրա իշխի։ Հիշում եք առաքյալն ինչ ասում, չլինի որ հոտի վրա իշխեք, այլ ծառայ օրինակ լինելով հոտին, նրան ծառայելով, ոչ թե նրա վրա իշխելով, նրա պարագաներն օգտագործելով իշխանություն ձեռք բերել հոտի վրա, այլ նրան ծառայելով, չլինի որ հոտի վրա իշխեք։ Սա կարևոր է։ Տեսեք, Հովանու 3 եկեք անդրադառնանք 3-րդ գլխի մի գլուխ եկեք անդրադառնանք 9-ից 10 համարներին։ Ես գրեցի եկեղեցուն, բայց Դիոտրեփոսը, որ ուզում է նրանց միջում առաջինը լինել, մեզ չի ընդունում։ Ում չի ընդունում մեզ։ Առաքյալներին։ Այսինքն, առաքյալները ինչ ունեն։ Ճշմարիտ վարդապետություն, որը տալիս է նրանց կյանքում Աստծո կողմից ինչ։ Հեղինակություն։ Ինչի չի ընդունում առաքյալներին Դիոտրեփոսը։ Որտեղ Դիոտրեփոսը հակառակվում է հեղինակային ալտերնատիվին։ Ինքը չի ուզում որ իրանից բացի ինչ որ մեկը հեղինակություն ունենա, ինչ որ մեկը ճշմարտություն ասի։ Այլ նրա նպատակը ճշմարտություն ասելը չի որ մարդիկ շինվեն։ Նրա նպատակը իր անձը բարձր ներկայացնելն է։ Նրա նպատակը իրեն այդ պաշտոնին ցույց տալն է։ Դրա համար ինքը վախենում է, չի ընդունում առաքյալներին, ինչի, որովհետև առաքյալները եթե գան, խոսեն միգուցե առաքյալները հոտի կողմից հեղինակային ընկալվեն, ով ինչ կփոքրանա ըստ իր ընկալման, իր հեղինակությունը կփոքրանա։ Տեսնում եք, այս անձը այսպիսի վիճակի մեջ է։ Տեսեք, ես գրեցի եկեղեցուն, բայց Դիոտրեփոսը, որ ուզում է նրանց միջում առաջին լինել, մեզ չի ընդունում։ Սրա համար, եթե գամ նրա գործերը կհիշեմ, որ չար խոսքերով շատախոսություն անում մեզ վրա, ինչ անում, բամբասում է առաքյալների մասին, ինչի, որպեսզի նրանց ինչ անի, հեղինակազրկի, ինչի, որպեսզի իրեն ներկայացնի հեղինակային, հոգտանող։ Տեսնում եք, ավետարանի համաձայն մտածելակերպ չունենալը վտանգավոր է, իհարկե, ինչքան, շատ։ Այն կարա եկեղեցին կործանի, կարա եկեղեցու մեջ բերի մեծ բաժանումներ, կարա նորը հավատին բերի հիասթափություն։ Սա ավետարանի համաձայն մտածելակերպ ունենալու այս պակասն է։
Դες կարևոր է, նաև եթե անդրադառնանք ընդհանուր Դեոտրոպոսի կյանքին, կտեսնենք նաև ըստ Առաքյալն ասում է, տեսեք, չարախոսություն անում մեզ վրա եւ սրանով էլ չբավականացված ոչ ինքն է ընդունում եղբայրներին եւ նրանց էլ որ ուզում են ընդունել արգելում է եկեղեցուց հանում է եկեղեցական դիսցիպլինա է կիրառում իր անձից ելնելով ոչ թե Աստծո խոսքից ելնելով այլ իր անձի հեղինակությունից ելնելով է կիրառում եկեղեցական դիսցիպլինան տեսնում եք ուր կարա հասցնի եկեղեցուց հանում է նրանց ովքեր իրեն հեղինակային չեն ընդունում կամ ովքեր ուզում են որ որոշ եղբայրների ընդունեն, որոնք ճշմարիտ վարդապետություն են բերել, ես պիտի դա ասեմ։ Ինչի դու նրանց ընդունեցիր, ինչ չլսեցիր։ Տեսնում եք, սա կարևոր սկզբունք է, որ այստեղ պետք է ուշադիր լինենք։ Մանավանդ առաջի դարում, երբ որ ճշմարտությունը առաքյալների միջոցով էր ասվում, անձը նույնիսկ առաքյալներին է արգելում, ինչի վախենում է ալտերնատիվ հեղինակությունից։ Ինչ է անում, որպեսզի անց հեղինակազրկի, առաջի բանը նրանց համար չարախոսում է։ Նրանց մասին չարախոսում է։ Միամիտներն էլ ականջները բացած լսում են, առանց հասկանալու, որ իրենց կործանում է։ Սա կարևոր է։ Հակառակ սրա, ողջամիտ մտածելակերպ ունեցողը միշտ մտածում է ինչպես կարա ծառայի եկեղեցուն, ինչ հնարավորություն ունի, ելնելով իր առողջությունից, իր հնարավորություններից ինչքան կարա անի եկեղեցու համար, հավատացյալների շինության համար, նրանց Քրիստոսի հետ հարաբերության համար, որպիսի նրանց սրտերում փառավորվի Աստված, մխիթարվեն Քրիստոսով եւ ուրախանան իրանք եւ ուրախացնեն Տիրոջը։ Սա ողջամիտ ավետարանի համաձայն մտածելակերպ ունեցողի վարքն է։ Իսկ մյուսը խանդում է։ Ես գիտեմ նաև եկեղեցու հովիվներ, որ եղբայրներ, որոնք անկեղծ աստվածաբանության մեջ առաջնորդություն ունեն հաջողություն, չի թողնում որ քարոզեն։ Ինչի վախենում է, ինչից ալտերնատիվ հեղինակությունից, ալտերնատիվ հրճակից վախենում է, ինչի, որտեղ նա առաջնային ուզում է որ եկեղեցին իրեն բարձրացնի։ Ինքը եկեղեցում երևա իմաստունը ավելի, բոլորի հեղինակայինը, ամենաբարձրը, ամենաիմացողը ինքը երևա։ Այս վախը գալիս է ոչ ավետարանի համաձայն մտածելակերպից։ Եվ սա կարա լինի բոլորիս մոտ, մենք ամեն մեկս պետք է ուշադիր ենք, ընդհանրապես իմ ծառայությունը փառավորում է Աստծուն, թե իմ ծառայությունը օգտագործում է իմ կյանքը դասավորելու համար։ Սա առաջնային կարևորություն։ Օրինակ Մատթեոս 20:25-ում Հիսուսն ասաց. «Ձեր մեջ մեծը նա է, եթե մեկը ձեզանից ուզում է մեծը լինի, ինքը պիտի բոլորին ծառայի, ինքը պիտի լինի ամենափոքրը։ Ինչի առումով ինքը պիտի լինի բոլորին ծառայողը։ Այս սա է մեծ Աստծո աչքի առաջ, մեծը նա է, ով դրվում է ծառայության, ով անում է ամենահնարավորը, ինչ հնարավորություն ունի, միգուցե շատ հնարավորություն չունի, բայց եթե մի փոքր հնարավորություն տեսնում է, փորձում է դա օգտագործի, ինչի մեջ կարա օգտակար լինի Քրիստոսի մարմնի շինությանը։ Իսկ այս անձը միգուցե շատ հնարավորություն ունենա, բայց այդ հնարավորությունը անում է իր հեղինակության համար, իր հեղինակությունը պահելու, իր տեղը պահելու, ինքը վախենում է իր տեղից, ինչի որտեղ իր տեղը սխալ է անցալում, ավետարանի համեմատ չի անցալում։ Իր տեղը անցալում է որպես բարձր դիրք մյուսների համաձայն։ Ոչ թե շատ անող ծառայող, այլ բարձր դիրք ունեցող, որը արժանապատվի եւ հարգանքի, ոչ թե ստիպելով իրականում, մենք պետքա ոչ թե ստիպելով հարգանք եւ պատիվ ձեռք բերենք, այլ մեր անձերը օրինակ դնելով պետքա հարգանք եւ պատիվ։ Ոչ թե ասենք, որ մեզ հարգեք, այլ պետքա այնպես վարվենք, որ մարդիկ մեզ հարգեն։ Հարգանքը չպիտի ստիպելով վերցնենք։ Հարգանքին պիտի արժանանա, մի խոսքով ասած։ Պետքա վարվես այնպես, որ մարդիկ ուզենան քեզ սիրեն, որ մարդկանց կյանքում արտադրվի սեր քո հանդեպ, ոչ թե ասես, որ ինձ դրել են այս պաշտոնին, ինձ հարգեք։ Երբ որ առաքյալն ասում է, չթողես, որ որևէ մեկը քո մանկությունը անարգի, որպես հովիվ, չի ասում, որ ստիպի մարդկանց, որ քեզի չանարգեն։ Ինքն ասում է, հետևից էլ ասում է, քո անձը օրինակ դիր, ուշադիր եղի քո վարդապետությանը եւ քո անձին, այսինքն այնպես վարվի, որ որևէ մեկը քո մանկությունը չանարգի, չի ասում ստիպի, որ քեզ հարգեն, ասում այնպես վարվի, որ քեզ հարգեն։ Սրանք շատ կարեւոր է։ Առաջի Պետրոս 5 համարում, եթե նայեք առաջի համարի, ձեր միջի երեսներին աղաչում եմ երեցենկերես Քրիստոսի չարչանքների վկած եւ այն հայտնվելու եւ փառքի մասից արածեցրեք Աստծո հոտը, որ ձեր մոտ է, վերակացու լինելով, այսինքն լինելով վերակացու հովիվ եւ հետևից անմիջապես ցուցատալի կերպը, ինչպես հովվել, ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, հասկանալով, որ դու Աստծո ողորմությունով այդ պաշտոնը ստացել ես, այն ուրախությունով պիտի կատարես։ Դրա առաքյալը վերևում ասեց, որ այս պաշտոնը ստացանք Աստծո ողորմությունով, դրա համար չենք ձանձրանում, չենք տրտնջում, որքան էլ այն դժվար ծառայություն է։
Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեր մոտ է, վերակացու լինելով, ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով, այլ հոժարությունով, ուշադիր նայեք, ոչ թե ինչպես վիճակների վրա տիրապետելով, իշխելով, այլ հոտին օրինակ լինելով, որ երբ որ հովվապետը կերևի, փառքի անթառան պսակը ստանաք։ Այսինքն այնպես ծառայեք, որ Տիրոջ համար եք անում եւ Տիրոջ հոտի համար եք անում։ Ոչ թե ձեր հեղինակության, ձեր պաշտոնի բարձրացնելու, այլ Տիրոջ համար եք անում։ Չտիրելով, չիշխելով հոտի վրա, այլ նրա համար օրինակ լինելով, ծառայելով։ Սա կարևոր է, սերնես, եւ մյուսը 6-րդը իր անձը, ով չունի ավետարանի համաձայն մտածելակերպ, իր ամեն ինչը անում է իր շահից ելնելով, ամեն ինչի մեջ այն օղակներն են, իր շահը, ինչ օգուտ ինքը կվաստակի այդ ամենից։ Եկեք անդրադառնանք նաև սրա։ Երբ որ ինչ-որ մի ծառայություն անում է, ինքը առաջնային բնականից, նորից եմ ասում, սա բնական կերպով է, ինքը չի հատուկ անում դա, քանի որ չունի մտածելակերպ ավետարանի համաձայն, դա նշանակում է ունի աշխարհի համաձայն մտածելակերպ։ Ինքը մտածում է այսպես. այս բանը, որ ես անեմ, սրանից իմ հեղինակությունը ինչքանով կբարձրանա, ինչքանով ես կերևամ ավելի հոգևոր, ես կերևամ, նայեք, տեսեք, մենք հոգևոր պետք է լինենք, ոչ թե հոգևոր երևանք։ Շատ կարևոր է մենք անդադար աղոթենք Տեր ինձ հոգևոր արա, եւ դրա համար Աստված մեզ խոնարհեցնում է, մղում է ծառայությունների, տալիս է ճշմարտության հասկացողություն, որպիսի օգտակար լինի եւ օգտագործում է իր ողորմությունով, իր շնորհքով։ Բայց այստեղ անձը մտածում է, եթե ես այս բանը ասեմ, այս բանը անեմ, ինչքանով իմ հեղինակությունը կբարձրանա, իմ մասին ինչ կմտածեն, տենաս իմ քարոզները ինչպես են ընկալում, տեսնես իմ քարոզների մեջ ինչպես են իմ անձը ընկալում, ոչ թե քարոզները ինչքանով են օգտակար լինում, այլ իմ քարոզներից իմ մասին ինչ են մտածում, ես Աստվածաշունչը լավ գիտեմ, թե վատ գիտեմ, իմ հեղինակությունը Աստվածաշունչ իմացողի բարձրացավ, թե իջավ։ Այստեղ խոսքը ոչ թե գնում է ճշմարտություն ասելու եւ մարդկանց շինելու, այլ իր անձի վրա է, իր անձն է կենտրոնում։ Դրա համար կարևոր է մենք հասկանանք, տեսեք, իմ ձեռնադրությանը ինչպես են մարդիկ նայում։ Այ իմ ձեռնադրությունը, որ արետվեցին, ինչպես են նայում, ես արդեն հովիվ եմ, տենաս Խաչիկը գիտի, որ ինձ հովիվ են նշանակե, իսկ Գայանեն գիտի, որ ինձ հովիվ են նշանակե, տեսնես, տեսնում եք, այսինքն այստեղ, որ ինձ հովիվ են նշանակե, սա սերներս ավետարանի համաձայն մտածելակերպի պակասն է, չկա կամ բացակայություն, ուղղակի նորից եմ ասում, շատ ծառայ, եթե եկեղեցում լինեն մի քանի այսպիսի ծառայողներ, վայ այդ եկեղեցուն։ Այս եկեղեցին չի աճի։ Եկեղեցին կընկնի կրոնասիրության, կրոնավորության, փարիսեցիության մեջ կընկնի։ Եկեղեցում մյուսներն է կսկսեն ամեն մեկ իր փառքը փնտրել։ Ինչ, որտեղ դա են տեսնում։ Այս սա վարակը, այս սա կկործանի եկեղեցին։ Ինչպես Դիոտրեփոսը։ Տեսեք, օրինակ դրա համար, օրինակ 2-րդ Կորինթացիս 10-12 եկեք նայենք։ Առաքելացման, որովհետև չենք համարձակվում մեր անձերը կշռել եւ բաղդատել ոմանց հետ, որ իրենց անձերը գովելով հանձնարարում են, կամ իրենց անձերը գովելով են ձեզ ներկայացնում։ Այսինքն պատկերացրեք, սա նույնն է։ Մարդը կարա իր անձը գովի ուղակի, բայց այս մարդիկ ուղակի չեն գովում, բարերով չեն ասում, դա համար ես սկզբից ասեցի։ Այս մարդիկ այնպես չի, որ երեխաների նման պարծենան, ես կարող եմ, բայց նրանք այդպես մտածում են։ Նրանք դա չեն ասում, բայց նրանց ամեն արածը դա է ցույց տալիս, որ նրանք այդպես են ուզում, որ միայն իրանք կարող են եւ իրանք անփոխարինելի են, որովհետեւ չենք համարձակվում մեր անձերը կշռել եւ բաղդատել ոմանց հետ։ Մենք ոնց կարամ ես ինչ որ մեկի հետ համեմատվեմ։ Ես միայն համեմատվում եմ Քրիստոսի հետ եւ Քրիստոսի հետ համեմատվելով միշտ ոչինչ է, ուրիշ ոչ մի բան։ Բայց եթե ընկածի հետ համեմատվեմ, միգուցե ավելի բարձր եմ, եւ այս մարդիկ սիրում են ընկածի հետ համեմատվել, ինչի որ բարձր Երևան, նույնիսկ իրենց աչքին։ Իրենց անձերը գովելով հանձնարարում են կամ իրենց այդպես են հայտնում, այլ նրանք իրանցով իրենց անձերը չափելով եւ իրանց անձերը իրենց հետ բաղդատելով չեն հասկանում, բայց մենք չափից դուրս չենք պարծենում։ Որն է չափը, այլ այն կանոնի չափով, որ Աստված բաժանեց մեզ հասնել մինչև ձեզ մոտ է։ Մենք ինչով ենք պարծենում։ Ես պարծենում եմ այն ողորմությունով, որ Աստված իմ անարժանին ողորմեց եւ օգտագործում է Քրիստոսի մարմնի շինության համար։ Դա է իմ պարծանքը, Քրիստոսը իր ողորմությունով եւ իր շնորհքով, ոչ թե իմ արածով։ Տեսնում եք, տարբերությունը ինձ թվում է պիտի որ երևա։
Դրա համար սիրելիս շատ կարևոր է ավետարանի համաձայն մտածելակերպը։ Առաջին առաքյալն ասում է, երբ որ անդառնում է եկեղեցում կիրառականին, որ ձեր անձերը որպես կենդանի զոհ դնեք Քրիստոսի մարմնի շինության համար։ Առաջնային ասում է ունեցեք ավետարանի համաձայն մտածելակերպ, չլինի որ մեկը ավելին մտածի, քան որ Աստված նրան տվեց այդ չափը, իր դերը դրեց իր Քրիստոսի մարմնի շինության մեջ իր գործը կատարելու։ Այդ գործի չափով մտածի, ոչ թե ավելին, քո դերը բոլորից մի բարձրացրու։ Հիմա նույն սկզբունքով է խոսում առաջի Տիմոթեոս 3:1-ում, ասում է լավ բանի է ցանկանում։ Եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, լավ բանի է ցանկանում, լավ գործի է ցանկանում գրված է իրականում։ Եկեք անդրադառնանք սրան։ Ճշմարիտ է այս խոսքը։ Առաջի Տիմոթեոս 3:1։ Ճշմարիտ է այս խոսքը։ Եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, ուշադիր նայեք բառը։ Բարի գործի է ցանկանում։ Չի ասում բարի համբավի, բարի պաշտոնի, բարի գործի է ցանկանում է բարի գործ անել, խոնարհվել եւ ծառայել մյուսներին։ Եվ հետևից բայց եպիսկոպոսը պետք է անարատ լինի, մաքուր, որպեսզի ճիշտ վկայություն ունենա, որպեսզի Աստված օգտագործի նաեւ այդ վկայությունը, որպեսզի մյուսները հետևեն նրան։ Այսինքն ինչ ենք մենք տեսնում, սա տարբեր է, երբ որ անձը չունի ավետարանի համաձայն մտածելակերպ։ Ավետարանի համաձայն մտածելակերպ չունեցող անձը այս բոլոր կետերը նրա կյանքում կտեսնեք։ Ես կուզեմ, որ ամեն մեկս մեզ նայենք, ամեն մեկս մեր կյանքին նայենք, որտեղ սա մեզանից հեռու չի։ Ամեն մեկս կարանք ինքնախապվենք, ամեն մեկս կարանք այդ աշխարհի ընկալման մեջ այդ սովորությունը, որով մենք ժամանակին ապրել ենք, նաև հոգևոր ծառայության մեջ դա կիրառենք։ Առաքյալն ասում է ավետարանի մեր մտածելակերպը պիտի շինվի Աստծո ողորմության հայտնության վրա։ Աստծո ողորմությունը, որը ամբողջական ավետարանը, որ ուղղում է մեր անձերը, ուղղում է առաջնահերթ մեր մտածելակերպը, որից էլ արտադրվում է մեր վարքը։ Սա կարևոր է։ Ինչ վնասակար բան կարա անի սա, ավելի արտահայտիչ վնասակար։ Այսպիսի անձը կարա իր վրա վերցնի մի բան, որի կարողությունը չունի, եւ ամբողջությամբ վնաս տա եկեղեցուն։ Վերցնում է իր վրա մի բան, որ չի կարող այն անել։ Երկրորդը, բերում է եկեղեցու մրցակցություն ակամայից, քանի որ ինքը մրցակցության մեջ է անդադար իր հեղինակության համար, եկեղեցուն բերում է այսպիսի մրցակցություն։ Կենտրոնացնում է մարդկանց ուշադրությունը սրա վրա։ Իսկ դու սա գիտես, ես գիտեմ, ես քեզ կաս, այսինքն այստեղ չկա շինություն, այստեղ կա անձի պարծանք, սնապարտություն, մեկը մեկի վրա պարծենալ, մրցակցել մեկը մյուսի հետ։ Սա եկեղեցին քանդում է։ Սա նույնն է, որ եթե 10 հոգի պարկած են մի վերմակի տակ, իրանցից մեկը վերմակը գիշերը կամանց քաշում է բերում է իր վրա։ Ոչինչ թե մյուսները կսառեն, կարևորը ինքը տակ մնա։ Սա նույնն է, ինքը վերմակի տակ պիտի լինի եւ բոլորը միայն իրան պետք է տեսնեն ծածկված վերմակով։ Մյուսների մասին նպատակ չէ։ Մյուսները կբացվեն, չեն բացվի, թող բացվեն, թող նրանց սխալները երևա, բայց իրենը չերևա կարևորը։ Իրենը եթե երևա, ինքը կհեղինակազրկվի։ Ինքը ամեն ինչ կանի, որ իր մեղքը չերևա, որ իր սխալները չերևան։ Սա անձն է, ով չունի ավետարանի համաձայն մտածելակերպ։ Եվ իմիջիայլոց այս անձանց, որ մոտենում ես եւ փորձում ես բացատրել, հասկացնել, շատ դժվար ընկալում ունի, որովհետեւ առաջնային ինքը տեսնում է, որ քո կողմից ինքը հեղինակային չի ընկալվել։ Այստեղ խնդիր կա։ Երբ որ դու նրա հետ խոսում ես, ինքը առաջնային սպասում է քեզանից, որքանով ես դու նրա հեղինակության հետ հաշվի նստել։ Բայց եթե չէ, արդեն ինքը քեզ գրանցում է սև գրքում իր։ Այսինքն դու նրանցից ես, որոնք իր հեղինակությանը դեռ հակառակ են։ Սա կարևոր է, սերներս, սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք։ Սրանով մենք ամփոփեցինք առաջի հատկությունը, որով երևում է, որ հավատացյալը ունի ավետարանի համաձայն մտածելակերպ, թե չունի։ Մենք նայեցինք, որ ավետարանի համաձայն մտածելակերպ չունեցողը ունի բարձր իր մասին կարծիք։ Երկրորդը մենք անդրադառնանք, իսկ ով է իրամիտ ողջամիտ իր մասին ճիշտ կարծիք ունեցողը։ Տրեզեզորտիր փառքի համար։ Ամեն։